տղան Արամի։ Կարո՞, ես եկել ես։ Հա, եկել եմ, հա։ Մեռա քեզ նման գալու։ Չես գալի։ Չէ, դու գնա։ Նարեկ արեք ասեմ։ Լավ, ես գնամ։ Հա, ջան։ Ինչի՞ չէր ասում, որ աղբերը տա։ Չհասկացա։ Ասում ինչի՞ չէր ասում, որ աղբերը տա։ Ես քեզ նախորդ անգամ ասել եմ, որ իմ բարեկամներն են։ Բարեկամները ու աղբերն շատ տարբեր բաներ են։ Բայց կարաս բացատրես ինչի ես քեզ պետք է ասեի։ Հա, տենց։ Կարո, ինձ թվում էր մենք իրար հասկացել ենք։ Ես ուզում եմ իրոք մենք շատ լավ ընկերներ մնանք։ Դա շատ դժվար է։ Հասկանում եմ, որ հեշտ չի։ Ոչ մի բան չես հասկանում։ Քեզ թվում է։ Բայց իրոք փորձի մեջդ ուժ գտի։ Տենց անենք, տենց փորձի անենք։ Իսկ ինչի՞ դու չես փորձում։ Ամբողջ ժամանակ ասում ես, որ լավ տղա եմ։ Դու փորձի։ Քեզ ի՞նչն է խանգարում։ Լավ կներես։ Ինչի՞ համար։ Մենք չենք կարող ընկերներ լինել։ Այդ ուղղակի հնարավոր չէ, ես չեմ կարող։ Ուզում ես, որ իմ համար հեշտ լինի, ավելի տանելին ես ամեն ինչը։ Իհարկե ուզում եմ։ Ուրեմն մենք սրանից հետո ոչ իրար կբարևենք, ոչ խոսենք իրար հետ։ Ու ընդհանրապես։ Ոնց քեզ հարմար է։ Եղբայրս համա։ Եղբայրս։ Սիրտս պայթում։ Այս մարդը համ աղջկան գտավ, համ աղբոր տղուն գտավ ու էլի մենակ։ Մենակ։ Բարևձեզ։ Համեցեք նստեք։ Ես գնամ։ Հարսիկ ջան, համեցեք։ Լսում եմ ձեզ տիկին Թամարա։ Անունս հիշում եք։ Իհարկե հիշում եմ։ Ինչ-որ բան կխմեք։ Թե, սուրճ։ Ոչ, շնորհակալ եմ։ Ոնց եք։ Ոնց պետք է լինեմ։ Ալեքսանդրի մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ոչ մի կերպ չեմ կարողանում նրան տեսնել, չեն թողնում։ Մայրը տառապում է, եթե տեսնեք, թե ինչ վիճակում է նրա մայրը։ Ես եկել եմ, որովհետև ոչ մեկը մեզ չի կարող օգնել։ Ես ձեզ խնդրում եմ։ Լավ, մի ուզրեք, հանգիստ։ Ռուզան, ջուր բեր։ Տիկին Թամարա։ Ես կբերեի։ Ես կտամ։ Տուն ես գնում։ Չէ, որ կողմ ես գնում։ Արի մինչև կանգար իրար հետ քայլենք։ Չէ, ես ուզում եմ տաքսիով գնամ։ Լավ, դե գոնե մինչև տաքսի քայլենք։ Մինչև տաքսի քայլենք։ Լուսինեի հետ էլի վիճել ես։ Չէ, նորմալ է ամեն ինչ։
Նորմալ է։ Կարոյի համար է ստենց։ Նարեկ ասես ինչ ա եղել, թե հատ-հատ հարցնեմ։ Հիմա չէ, էլի կյանք։ Լավա գոնե չես ասում, որ բան չի եղել։ Դե արի գնանք մեր տուն։ Չէ, ուզում եմ մենակ քայլեմ։ Դե գնացինք։ Խմեք։ Շնորհակալ եմ։ Լաց լինելու կարիք չկա, տղան լավ է։ Հավատացնում եմ ձեզ, լավ է։ Ինչպես կարող է լավ լինել, երբ բանտում է։ Իսկ ինչ կարող ենք անել։ Ուշ է որևէ բան անելու համար։ Դուք կարող եք նրան օգնել։ Ես օգնում եմ։ Բայց նա դեռ այնտեղ է։ Տիկին Թամարա։ Եկեք իրար ճիշտ հասկանանք։ Իմ օգնությունը նրան բանտից ազատելու մեջ չի։ Այսինքն կնստի։ Ես չեմ դա որոշում։ Բայց դուք ամեն ինչ կարող եք անել։ Ամեն ինչ մենակ Աստված կարող է անել։ Բայց ես իհարկե գուցեև կարող եմ նրան ազատել։ Բայց այլ հարց է, որ ես դա չեմ անելու։ Ես ձեզ խնդրում եմ։ Պետք չի։ Աղաչում եմ, լսեք ինձ։ Դուք չեք տեսել, թե ինչպես է տանջվում նրա մայրը։ Ինչպես չէ։ Ես տեսնում եմ, թե ինչպես է 20 տարի տանջվել նրա մայրը։ Խնդրում եմ հիշաչար մի եղեք։ Ախր Ալեքսանդրը ձեզ համար օտար չի։ Նա ձեր եղբոր որդին է։ Այո, պարզապես ցավալին այն է, որ ես դա շատ ուշ իմացա։ Եվ որ միայն հիմա եք հիշել այդ մասին։ Ես մեղավոր եմ։ Ես շատ մեղավոր եմ։ Գիտեք ինչ, ամեն ինչ այլ ընթացք կստանար, եթե Արամին չվերացնեիք ձեր աղջկա ճանապարհից։ Ես շատ եմ տանջվել։ Ես շատ մեղավոր եմ դրա համար եւ բոլորովին կարիք չկա, որ դուք ինձ հիշացնեք այն, ինչի մասին ոչ մի վայրկյան չեմ մոռանում։ Ինչպես ես հասկացա, դուք եւ ձեր աղջիկը այս պատմության մեջ ամենաշատն եք տանջվել, հա։ Զարուհին օր ու արև չի տեսել ամուսնու ձեռքին, օր ու արև, իմ խեղճ աղջիկ, եթե ես իմանայի։ Դուք ստիպեցիք ձեր աղջկան, որ թողնի Արամին, ամուսնացրիք ձեր կարծիքով արժանի մարդու հետ։ Եվ հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Այդ բոլորը իմ մեղքով։ Դուք Արամին ատում էիք, չթողեցիք, որ գոնե մի անգամ գացես հետ խոսի, ինձ էլ չթողեցիք, ես էլ էի ուզում ձեզ հետ հանդիպել։ Ես էլ եմ մանկատանը մեծացել տիկին Թամարա, այսինքն անտեր շուն եմ, ինչպես դուք էիք ասում։ Հասկացեք, ես չէի ուզում, որ ամուսինս իմանար, որ աղջիկը հղի է։ Դե այդ ժամանակ էլ ավետներ գնում գալիս։ Ես մտածեցի, որ ամեն ինչ լավ կլինի։ Ես ինչ իմանայի, որ այդ ավետ կոչվածը աղջիկը զոր ու արև չի տա։ Դուք անընդհատ ավետից բողոքում եք, բայց հաշվի չեք առնում, որ դուք էլ նրա հետ շատ վատ եք վարվել, շատ վատ։ Բայց Ինչը բայց, օրը ցերեկով մարդուն խաբել եք։ Լավ, եկեք փակենք այդ թեման, չեմ ուզում ես դրա մասին խոսել։ իսկ Ալեքսանդրը Ես Ալեքսանդրի համար
կանեմ այն, ինչ նպատակահարմար եմ գտնում անել, բայց ոչ այն ձևով, ինչպես դուք եք մտածում։ Աստված, իսկ ինչ կլինի նրա հետ։ Մենք կփորձենք նրան միջև դատը այնտեղից հանել։ Շնորհակալ եմ։ Ես գիտեի, որ դուք չեք թողնի նրան։ Բայց նա ինձ հետ կապրի, իմ տանը։ Ինչ։ Մենք, բա մայրը։ Ոչ մի բայց, այդպես ավելի ճիշտ կլինի։ Երևի հիմա շատ ուշ է, բայց ներեցեք մեզ։ Ես եմ ամեն ինչի մեղավորը, ես ամեն ինչ փչացրի։ Մարդիկ կանխորոշում են, Աստված տնօրինում։ Եկար Արսեն ջան։ Այո։ Ներեցեք, տիկին Թամարը, ես շատ կարևոր գործեր ունեմ։ Արսեն ջան, ինձ պետք է տանես նախարարություն, տիկին Թամարային էլ տաքսիով ճանապարհ դրեք, հա։ Լավ։ Ստեսություն, մի անհանգստացեք։